Վեմ ռադիոկայանի եթերում հոգևոր զրույցներ հաղորդաշարն է։ Ողջույն սիրելի ունկնդիրներ։ Քանի որ դեռևս հինանց հետ զատկական շրջանում ենք եւ հաղթանակի եռատոնն է այս օրերին, ցանկանում ենք խոսել Քրիստոսի հարության հաղթական զորության եւ Տիրոջ օգնությամբ հաղթանակի հասնելու շուրջ։ Մեր զրուցակիցն է Տեր Հոսիկ Քահանա Դոխոլյան։ Օրհնեցեք Տեր։ Աստված օրհնի։ Միջնադարյան մի ասույթ կա, լատիներեն Deus nobis cum quis contra, այսինքն եթե Տերը մեզ հետ է, ով կարող է մեզ հակառակ լինել։ Կարծում եմ սրա մեջ բավական քրիստոնեական խորհուրդ կա։ Ոչ միայն քրիստոնեական, այլ նաև սրա մեջ կյանքի խորհուրդ կա, հաղթանակի խորհուրդ կա։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև սկսած նրանից, որ սրբերը իրենց նահատակության բեմում, ճակերտավոր բեմում կամ ամֆիթատրոններում կամ դատարանների առաջ, կրակի մեջ կամ կախաղանների վրա, որտեղ որ իրենց մարմինն էին քերում, ոչ միայն Քրիստոսով այդ նեղությունների վրա հաղթանակ էին ունենում, ոչ միայն Քրիստոսով պահպանում էին իրենց քրիստոնեական եւ մարդկային կերպարը, հաղթելով իշխաններին, դատավորներին, թագավորներին, հաղթելով իրենց համբերությամբ եւ Քրիստոսի ուժով, այլ նաեւ եթե Քրիստոս մեր հետ է, ով կարող է մեր դեմ կանգնել, նաեւ սա իր կենթանի օգտագործումն է ունեցել ժողովրդների պատմության մեջ եւ մեր հայերիս պատմության մեջ պատերազմների ժամանակ, երբ որ մենք փոքրաթիվ զորքով դուրս ենք եկել մեզնից բազմապատիկ անգամ մեծ զորքի դեմ, ոչ միայն Վարդանանց պատերազմը, այլ նաև Վահանանց պատերազմը եւ մեր պատմության բոլոր ժամանակներում մենք եղել ենք փոքրաթիվ, երբ որ Աստծո անվան վրա վստահություն ունենալով, իսկ Աստծո անվան վրա մարդը չի կարող վստահություն ունենալ, եթե չգիտի հարության մասին, եթե վստահ չէ իր հարության վրա, եթե վստահ չէ, եթե տեղյակ չէ, որ Աստված է կյանքը եւ հավիտենական կյանքը, երբ որ այս ոգով, այս գիտելիքով եւ այս հավատով հանուն Աստծո մենք դեմ ենք կանգնել թշնամուն, եթե Աստված մեր հետ է, ոչ ոք մեր դեմ կանգնել չի կարողացել։ Ողջ Աստվածաշունչը, սկսած 5 տականյան ամենավաղ եղելություններից ցույց է տալիս, որ եթե Տերը քո կողմից է, ինչ որ մարդու կամ ժողովրդի, դիցուքրյա ժողովրդի, ոչ մի ուժ, ոչ մի կայսրություն, ոչ մի զենք ու զորք չի կարող հաղթահարել դրան, եւ հիշում ենք նաեւ Կարմիր ծովով հրեա ժողովրդի անցումը եւ թե ինչպես Տերը խորտակեց Փարավոնին, չէ, այդ ժամանակվա հին աշխարհի ամենահզոր իշխողին իր զորքով եւ կառքերով հանդերձ։ Այդ վստահությունը մինչ օրս կենթանի է ամբողջ աշխարհում եւ հրեա ժողովրդի գիտակցության մեջ եւ քրիստոնյա հավատացյալների գիտակցության մեջ, որ Տերը իրոք կարող է եւ սա հազարավոր անգամներ փաստել է մարդկության պատմության ընթացքում հաղթահարել ամեն հակակշռող ուժ։ Նախ պիտի փաստենք մի բան։ Ամենաուժեղ մարդը նա է, ով հաղթել է մահվանը, իր մահվանը։ Ամենազորեղ եւ ամենահաջող մարդը նա է, որ կենցաղն էլ իր պատերազմներն ու մարտահրավերներն ունի, ով այդ մարտահրավերների մեջ մտնում է հաղթած լինելով մահվանը, իսկ քրիստոնյան նա է, ով հաղթել է մահվանը։ Հարության այս շրջանում մանավանդ քրիստոնյան նա է, ով հարությամբ է հաղթել, ով գիտի, որ մահվանից հետո կա հարություն, գիտի, որ այս կյանքը ժամանակավոր է, այս կյանքը օտարություն է, այս կյանքը ուխտագնացություն է, ուշ թե շուտ այս կյանքը վախճան պիտի ունենա, կարևոր չէ ճանապարհի երկարությունը, կարևոր է վախճանի որակը, կարևոր չէ ինչ կյանք ապրեցիր, կարևոր է ինչպես կյանքդ կնքեցիր։ Մենք ապրեցինք հարյուրավոր տարիներ ուղղակի այս աշխարհի համար, թե ապրեցինք ավազակի նման, որը որ գոնե իր կյանքի վախճանում կարողացավ ասել ես մեղավոր եմ Տեր, ինձ հիշիր դրախտում, երբ որ լինես։ Այսինքն քրիստոնյան նա է, ով հաղթել է մահվանը եւ քրիստոնեական այս գաղափարը արդեն իսկ մարդուն տալիս է ուժ, մի ուժ, որը որ չի կարող ունենալ որևէ մի աշխարհիկ գաղափարախոսություն մի կողմից։ Երկրորդ կողմից
ինչպես որ Պողոս Պատրիարք Ադրենոպոլսեցին է ասում, կյանքը ընթանում է երկու օրենքով, կամ աստվածային, կամ մարդկային։ Այս երկու օրենքները, եթե միահյուսվեն, իհարկե մահը կամ պարտությունը կլինի անհնարին։ Բայց եթե կա միայն աստվածային օրենքներ, այլևս հաղթանակը մերն է։ Որն են այս օրենքները։ Մարդկային օրենքները հետևյալն են, որ երբ որ դու դուրս ես գալի պայքարի, դու պետք է ունենաս համապատասխան զինանոց, դու պետք է ունենաս համապատասխան փորձառություն, համապատասխան գիտելիք, համապատասխան քանակ եւ այն ամենը, ինչը որ ինձնից լավ ավելի կնկարագրեն ռազմագետները։ Սա մարդկային օրենքն է, որ դեմ կանգնելով մեկը մյուսին պետք է այս ծանրակշիռ առավելությունը ունենա։ Իսկ որն է աստվածային օրենքը, որ ինչպես ասեցիք, գործել է ամբողջ 5 տականում Մակաբայցիների մեջ հрьяաների Եգիպտոսից դուրս գալու ժամանակ, մեր պատմության մեջ Տրդատ թագավորի պատերազմը կարող ենք հիշել Դիոկլետիանոսի դեմ հռոմեական կայսրության, կարող ենք հիշել Վարդանանց պատերազմը, Վահանանց պատերազմը, Դավիթ բեկին եւ այլ եւ այլ։ Երբ որ մենք փոքրաթիվ ենք եղել, երբ որ մարդը Աստծո հետ է, երբ որ ժողովուրդը, ազգը, բանակը Աստծո հետ է, այսինքն կանգնում ենք մենք պաշտպանելու աստվածային ճշմարտությունները, կանգնում ենք մենք պաշտպան Աստծո պատվին։ Ինչու եմ ասում Աստծո պատվին, որովհետև մեր կյանքի մեջ հատկանշական է, որ պատերազմները միշտ սանձազերծվել են մեր համար այս կամ այն քրիստոնեական տոնի առթիվ։ Կարծես թե թշնամին ոչ միայն ցանկացել է մեզ հաղթել իր քաղաքական եւ ռազմական նպատակները մեզ պարտադրելով, այլ կարծես թե սանձազերծելով հենց մեր քրիստոնեական տոներին, դրանով ցանկացել է պղծել նաեւ մեր տոները։ Նաև այս նախանձախնդրությունն ունենալով։ Ուրեմն աստվածային օրենքը գործում է այն ժամանակ, երբ որ մարդը հնարավորինս իր ուժերի չափով ցանկանում է հավատարիմ լինել Աստծուն։ Այս ժամանակ Աստված է կանգնած մեր կողքը եւ ինքն է մեր հետ պատերազմում։ Պատերազմողը մենք ենք, նա էլ մեր հետ պատերազմում է։ Այո, սա ապացուցված է, որ Տիրոջ հետ լինելը, Տիրոջը մեր թիկունքում ունենալը արդեն երաշխավորում է մեր հաղթանակը եւ ինչին որ մերձենում է Տերը, այն վերածում է հաղթանակի գործիքի։ Ինչպես որ խաչը անարգանքի եւ մահվան խորհրդանիշներ, Տերը մերձենալով խաչին այն վերածեց հաղթական գործիքի, հաղթանակի նշանի։ Սա հայտնի պատմական իրողություն է, որ գիտենք Կոստանդիանոս կայսրը, երբ հեթանոս էր դեռ եւ մարտնչում էր իր հակառակորդների դեմ, երազում տեսնում է տերունական խաչը եւ մի գրություն սովավ հաղթեցես, այսինքն սրանով կհաղթես, այս խաչի միջոցով կհաղթես եւ իրոք հաղթում է իր հակառակորդներին եւ դրա արդյունքում էլ 313 թվականին Միլանի հրովարտակով այդ ազատությունները եւ իրավունքները շնորհում է եկեղեցուն։ Նաեւ կցանկանամ ես հիշել Արկադի Տեր-Թադևոսյանի Շուշիի ազատագրման առիթով իր պատմությունները, իր խոսքերը, որ անընդհատ ցանկացել են գրոհով ազատագրել Շուշին եւ չի ստացվել։ Ինչպես պատմում են որոշ ականատեսներ, ուրեմն ասում են, երբ որ գնում էին Շուշին գրավելու, այնտեղ իրենց դեմ դիմաց կանգնած կոմունիստական առաջնորդներից մեկի արձանը կար, որոշեցին այդ արձանը հանել, որպեսզի կուրքի հայացքի ներքով չգնային պատերազմելու եւ մի գիշերվա մեջ բոլորը հաղորդություն ստանալով, բոլորի համար աղոթք կատարվելով, չմկրտվածները մկրտվելով եւ նաեւ կոմանդոսն էր ասում, որ իր ձեռքին ինչ որ մի թվականի հին օրացույց է եղել եւ ինքը որոշել է այս անգամ էլ Շուշի ազատագրումը կազմել ինչ որ մի տոնական օր, եղել է խաչի երևման օրը, տարեթիվը չեմ կարող հիշել այդ օրացույցի, որ ավելի հստակեցնենք, բայց իր տեսահոլովակներում կա սրա մասին եւ խաչի երևման տոնի օրը նորից ազատագրման փորձը կատարել են եւ ազատագրումը եղել է։ Բացի սա, ես պիտի նաեւ հիշեմ 90-ական թվականների հոգեվոր այն արթնությունը, որ մեր ժողովուրդը ուներ, երբ որտեղ մի աստվածաշունչ կարդացած մարդ կար, այս մարդուն ուզում էին իրենց գլուխ կարգել, որպեսի իրենց համար էլ աստվածաշունչ կարդա եւ իրենց էլ աստվածաշունչ ուսանի։ Ցավոք սրտի այս 90-ականների արթնությունը մեզ հանդիպեց այն ժամանակ, երբ որ մենք ունենք
սոցիալիզմից լավ տերևաթափված, բերքաթափված, այսպես ասենք, եկեղեցի, ինչ իմաստով, որ քահանաները, սարկավագները, թեկուզ նաև դպիրները բավական չէին քանակական թվով մեր ժողովրդի հոգևոր քաղցը բավականացնելու, շատ քչերն էին հոգևորական դառնում եւ աղանդները պարարտ հող գտան եւ այս ժամանակ մեծամասամբ տարածվեցին մեր ժողովրդի մեջ, բայց ուզում եմ շեշտել հոգևոր այն արթնությունը Արցախի ազատագրման այդ հաղթանակած օրերին, թեկուզ մութ, թեկուզ ցուրտ, թեկուզ երկրաշարժ, թեկուզ պատերազմ, բայց այս հաղթանակի օրերին նաև այս հոգևոր հաղթանակի ժամանակաշրջան էր։ Դրա համար մենք ունեցանք այն, ինչ որ ունեցանք 90-ականներին։ Խոսում ենք մայիսյան հաղթանակների մասին, եռատոնի մասին, ինչ խոսք նաև այդ մայիսի 9-ը իբրև հայրենական պատերազմում հաղթանակի ամսաթիվ, անուրանալի է հայրենական պատերազմում Տիրոջ փրկական խաչի դերակատարությունը, ոչ միայն հայ եկեղեցու գործունեությունը այդ ժամանակաշրջանում, այլև գիտենք փաստավորված կերպով, որ Մոսկվայի, Ստալինգրադի եւ Սանկտ Պետերբուրգի ռազմական օպերացիաներում հենց Ստալինի հրահանգով Կազանյան տիրամոր սրբապատկերը օդանավով շրջել է ռազմաճակատում եւ ապահովել է մեր զորքերի հաղթանակը։ Նույնը հիշում ենք Շուշիի ազատագրման դրվագում, երբ մարդիկ եւ իրենց հագուստի վրա եւ տեխնիկայի վրա խաչի նշանն էին գծում, հիրավի խաչակրած մի շարժում էր սա։ Ինչու՞մ ուրեմն մենք թուլացանք այդ հաղթանակներից հետո Տիրոջով։ Գուցե այս թուլության ու պարտության շրջանը դեռ կարող ենք հաղթանակի վերածել։ Միանշանակ կարող ենք, որովհետև այն ինչ որ անհնար է մարդու համար, հնարավոր է Աստծո համար եւ Աստծո հավատացյալ ժողովրդի միջոցով։ Ինչու այսպես եղավ, ինչպես մի գրող արտահայտվել է, մենք հաղթեցինք պատերազմում, պարտվեցինք խաղաղության մեջ։ Ինչպես որ սպարապետն էր ասում Վազգեն Սարգսյանը, մենք ազատագրեցինք Արցախը, Արցախը պահել է պետք։ Ինչպես որ շատ եւ շատ բանիմաց մարդիկ էին ասում, պատերազմի ժամանակ հաղթելը հեշտ է։ Խաղաղության ժամանակ է, որ հաղթելը դժվար է դառնում։ Ինչու ուրեմն այսպես եղավ, որովհետեւ մենք երևի թե չկարողացանք պատերազմի դաշտում հաղթանակը դարձնել խաղաղության դաշտում հաղթանակ։ Նաեւ պիտի հիշենք ինձ համար սուրբ Զորավարի Անդրանիկի բոլոր ճակատամարտները եւ բոլոր պատերազմները, որը որ եղել է հավատով, որովհետեւ Զորավարն ինքը հավատով է եղել։ Ժողովուրդը ապաշխարում է, երբ որ ժողովրդի առաջնորդներն են ապաշխարում։ Ժողովուրդը քրիստոնյա է, երբ որ ժողովրդի առաջնորդներն են քրիստոնյա, եւ ժողովուրդը Աստծո հետ է, երբ որ ժողովրդի առաջնորդներն են Աստծո հետ։ Հիշեցինք մենք հայրենական պատերազմի տարիները, պիտի հիշեմ, որ հայրենական պատերազմի տարիներին մեր ժողովուրդը 600,000 զինվոր է տվել պատերազմի այլ եւ այլ տեղերում կռվելու եւ գործելու համար, եւ պատերազմի տարիներին տվել է 200,000 զոհ։ Ինչպես որ Շիլլերը իր Վիլհելմ Թել գործի մեջ է ասում Վիլհելմի շուրթերով, եթե պիտի մեր արյունը թափվի, ավելի լավ է այդ արյունը թափվի մեր համար։ Եթե մենք կարողացել ենք հայրենական ճակատներում 200,000-ի արյուն թափել եւ այսօր հպարտությամբ ենք խոսում դրա համար, ապա մենք կարող ենք մեր համար այդ արյունը թափել կենթանի մնալով, մեր հայրենիքի համար եւ ունենալով բաղձալի հաղթանակները։ Սակայն ինչու՞մն է մեր բաց թողումը, որ այսօր մեր ժողովրդի մեջ չենք տեսնում այդ ոգին։ Կյանքն էլ է այդպես դարձել։ Մենք պայքարենք, չպայքարենք, գլոբալիզացիան, աշխարհի քաղաքացի դառնալը մտնելու է բոլորիս մեջ, մանավանդ եթե չենք պայքարում։ Ամենամեծ ցավը նա չէ թե ինչ է այսօր։ Ամենամեծ ցավը նա է, որ այդ ոգին ժողովրդի մեջ չկա։ Մի գեղեցիկ պատմություն կա, երբ որ քահանան գնում է Միամորիկ զավակի մահվան առիթով մորը
մխիթարելու եւ գնում է տեսնում է, որ այս կինը, որը իր զավակը կորցրել է, զավակներով, իր թոռներով մխիթարվում է։ Այսօր մենք քիչ զավակներ ունենք։ Այսօր մեր ընտանիքները փոքր են թվաքանակով։ Ամենամեծ արժեքը պետության եւ եկեղեցու համար մարդն է։ Այսօր բազմազավակ ընտանիքներ մենք քիչ ունենք։ Իհարկե, որ մատը որ կտրես պիտի ցավա, ինչպես որ ժողովուրդն է ասում, բայց այլ բան է, երբ որ դու միակ զավակին ես տանում պատերազմ հանուն հայրենիքի, այլ բան է, երբ որ դու 7 զավակ ունեցող զավակներից մեկն է գնում պատերազմ եւ հետ գալի։ Կարևոր է հիշել, որ նույնիսկ մեր պարտությունը, թուլությունը, տկարությունը մեզ չպետք է ընկճեն, որովհետև երբ Տերը մերձենում է մեզ մեր թուլության ու տկարության պահին, մեզ դարձնում է զորեղ եւ հաղթական, ինչպես որ Մովսեսը թլված էր, բայց Տերը նրան դարձրեց ըստ անհրաժեշտության պերճախոս եւ թույլ տվեց դուրս բերելու հրեա ժողովրդին Եգիպտոսից, ինչպես Պողոս Առաքյալն է ասում Կորինթացիներին ուղված 2-րդ թղթում, ինքը հիշատակում է իր մարմնական տկարությունը, բայց ասում է, որ հենց Տիրոջ խոսքով տկարության մեջ է իր զորությունը ի հայտ գալիս, եւ պատմությունը ցույց է տվել, որ հենց տկարները երբեմն, եթե իրենք հոգեպես զորեղ են եւ Աստծո ներկայությունը զգում են, հենց նրանք է, որ հաղթանակում են։ Կշարունակեի ասելով, որ ինչպես որ գերի գնացած Դանիելը 3 մանուկների հետ կրակի մեջ էր, բայց Տիրոջով էր եւ կրակից ազատվեցին։ Դանիելը առույցների գբի մեջ էր, Տիրոջով էր եւ գբից ազատվեց։ Նրանք ստրկության մեջ էին, Տիրոջով էին եւ ստրկությունից ազատվեցին։ Նորից պիտի ասեմ, պատերազմը վատ բան է, բայց ստրկությունն ավելի մեծ չարիք է։ Եվ մենք պետք է կարողանանք հույսներս Աստծո վրա դնել։ Փափկության մեջ, լավ կյանքի մեջ, անվրդով կյանքի մեջ Աստծո վրա հույս դնելը, սա կարելի ասել կեղծիք է։ Նեղության մեջ է, որ երևում է Աստծո վրա մեր դրած հույսը, հույսեր թե ուղակի բառեր։ Աստծո վրա հույսը ոչ թե վերջինն է մահանում, դա աշխարհի հույսն է վերջինը մահանում, մարդու հետ մահանում է։ Աստծո վրա հույսը միշտ արդարացի է, չկա մեկը, որ Աստծո վրա հույս դրած լինի եւ փոշմանի, այսպես ասենք։ Երբ որ Արցախը շրջափակման մեջ էր, ամեն ինչ հասկանալի էր, թե ինչ պիտի լինի արդեն իսկ 20 թվից սկսած, քառօրյա պատերազմից հետո։ Ամեն ինչ հստակ էր մտածող մարդկանց համար։ Եվ շրջափակման մեջ ինձ համար, որպես հոգեվորական, որպես պատասխանատու, ասենք իմ ծուխին, հարց էր առաջացել, այս մարդկանց ես ինչ ասեմ, որ փափուկ բարձ չլինի, նրանց գլխի տակ դրած, անիմաստ հույս չլինի իրենց տրված, որ հետո չասեն Տեր հայրես ինչ է իր մեզ ասում։ Եվ հասկացա մի բան, որ առ Աստված հույսը երբեք չի ամաչեցնում։ Հիմի մեզ կարող են ասել, Աստծուն հույս դրեցինք, բայց Արցախից դուրս եկանք։ Աստծու վրա հույս դրեց Ղովտը, եղավ արդար եւ չկործանվեց կործանվողների հետ, նաև այս կողմից պիտի նայենք։ Եթե Նինվեն հույսը դրեց Աստծո վրա եւ ամբողջությամբ 120,000 հոգի ապաշխարություն հագնելով Նինվեն փրկվեց, մենք խոսում ենք 120,000 հոգի ապաշխարույթ տրողների մասին։ Աստված երբեք իր վրա հույս դրած մարդու հույսը իդերև չի պիտի հանի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը մղեց ամենակարևոր մարտը այս աշխարհում, նա հաղթեց եւ աշխարհին, ինչպես ինքն է ասում, եւ մեղքին, եւ դժոխքին, եւ մահվանը։ Սա ամենակարևոր հաղթանակն է, որովհետեւ մարդը, նույնիսկ ամենազորեղ մարդը աշխարհի երեսին կարող է հաղթել ամբողջ աշխարհին, բայց միևնույն է վերջում պարտվել մահվանը, ամենքս ենք դրանից պարտվում, բայց Տերը մեզ հնարավորություն տվեց ասելու ուր է մահ քո հաղթանակը, ուր է գերեզման կամ դժոխք քո խայթոցը։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ Կորինթացիներին ուղված առաջին թղթի խոսքերով մեր Տերը
Ինքը մարտնչեց մարդկության փոխարեն, ինքը հաղթանակ տարավ, բայց հետո նվիրեց այդ հաղթանակը մարդկությանը։ Կարդում ենք գոհություն Աստծուն, որ մեզ հաղթանակ պարգևեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Մենք ոչինչ չարեցինք, Քրիստոս եկավ, մարտնչեց եւ սպանվեց մեզ համար, չարչարվեց ու սպանվեց, բայց շնորհեց հաղթանակը մեզ, հաստատեց նաեւ եկեղեցին, որին դժոխքը չի հաղթահարի մինչեւ իր երկրորդ գալուստը։ Եվ կարելի ավելացնել Պողոս առաքյալի հաջորդ խոսքը, որ ասում է մենք չէինք էլ խնդրում, չէինք էլ սպասում, իրեն չէինք էլ սիրում եւ ինքը սիրեց մեզ եւ եկավ մեզ փրկելու։ Մենք խոսում ենք հաղթանակի մասին, մենք խոսում ենք մեղքի վրա հաղթանակի մասին, բայց այս ամենը իմաստ ունի նրա համար, ով հավատում է։ Իմաստ ունի նրա համար, ով այս կյանքը դիտարկում է որպես այն անցողիկ ընթացքը, որը որ անխուսափելի է։ Նրա համար, ով ցանկանում է հավիտենական կյանքում թագավորել մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ։ Իսկ նրա համար, ում համար աշխարհն է սկիզբը եւ վերջը, ով չունի այդ հավատը, այս խոսքերը դատարկ բառեր են։ Այո, Քրիստոս հաղթեց։ Քրիստոս հաղթեց մեզ հավիտենական մահվանից, հավիտենական կյանք տանելու համար։ Նրանք, ովքեր որ չունեն այս հավատը, հավիտենական մահվան մեջ են, ցավոք սրտի։ Իսկ հավատը ունենալու դեպքում սա մեր համար այն մեծ երջանկությունն է։ Նաև կուզեմ շեշտել մի փաստ, երբ որ խոսում ենք հավիտենական կյանքի մասին եւ կենտրոնանում ենք հավիտենական կյանքի վրա, սա չի նշանակում, որ այս կյանքում երջանկությունը, խաղաղությունը, բարօրությունը արհամարում ենք։ Ոչ, պիտի մեջ բերեմ ռուս մտածող Ֆյոդոր Դոստոևսկու խոսքը, որ Աստված մարդուն ստեղծեց երջանիկ լինելու համար։ Եվ երջանիկ լինելով մենք Աստծո պատվիրանն ենք նաև կատարում, բայց այլ բան է երջանիկ լինել Աստծո պատվիրաններով, մարդ կերպարը պահելով, այլ բան է գել ու գազան դառնալ եւ մարդկանց գլխին պատուհաս հրոզմունք դառնալով երջանիկ լինել։ Ուրեմն ասելով հավիտենական հաղթանակ, հավիտենական մահվան վրա, հավիտենական չարչարանքի վրա, մեղքի մեջ, կորուստյան վրա, այս հաղթանակը երջանկություն է, փառք է, հաղթանակ է այն մարդու համար, ով որ գիտակցում է այս ամենը։ Աստվածաշունչը լի է դրվագներով, որ երբ մարդը հավատում է, որ հաղթական Աստված իր հետ է եւ Աստված ամեն բան իր համար կանի, անդունդից դուրս կբերի, նույնիսկ ծովը կկիսի եւ նրան կանցկացնի դրա միջով, ժայռի միջից ջուր կտա, իր անբուժելի հիվանդությունից իրեն կբուժի եւ մնացած բոլոր այդ հարյուրավոր հազարավոր դրվագները կարծես մարդու թիկունքում թևեր են բուսնում, մարդու մեջ անկասելի ուժ է առաջանում, այդ վստահությունը, որ Տերը նրան հաղթանակի կհասցնի եւ Պողոս առաքյալի Փիլիպպեցիներին ուղված թղթում կարդում ենք ամեն ինչ կարող եմ նրանով, որ զորացրեց ինձ։ Այսինքն արդեն ամեն բան հնարավոր է թվում, եթե մենք հիշում ենք մեր հաղթական Աստծո ներկայության մասին։ Սակայն պետք է շեշտենք նաև մեկ այլ ծայրահեղություն։ Սատանան Քրիստոսին չէ անապատում 40-օրյա, երբ որ մեր Տերը պահեցողության մեջ էր։ Երկրորդ փորձությունը որն էր, մեր Տիրոջը բարձրացրեց աշտարակի վրա եւ ասավ այստեղից քեզ գցիր, Աստված քո հետ է, հրեշտակները քեզ պիտի փրկեն։ Եվ մեր Տերն ասավ գրված է նաև չպիտի փորձես քո Տեր Աստծուն։ Ուրեմն երբեմն մենք տեսնում ենք սխալ ընկալում Աստված քո հետ է գաղափարի եւ մարդկանց կողմից ոչ թե այս գաղափարի ընկալում, այլ Աստծուն փորձել։ Գնամ այս գործին Աստված իմ հետ է, որովհետեւ Աստված ինձ անպայման պիտի փրկի։ Աստված մեզ փրկում է, Աստված մեր գործերը հաջողացնում է, Աստված մեզ առաջնորդում է, այն ժամանակ, երբ որ նախ մենք ենք գործում, բազմոցին նստած Աստված մեզ չի օգնում։ Օգնում է նրան, ով ինքն է ուզում իրեն օգնել, ով գործում է։ Եվ նաև մեր առ Աստված հավատը չի պիտի լինի Աստծուն փորձել, ինչպես որ սատանան մեր Տիրոջն էր դրդում, որպեսզի մեր Տերը փորձի Տեր Աստծուն։
մարդկային մարմնի մեջ, որպես մարդ այս աշխարհում ապրելու ժամանակ։ Եվ հաջորդ, մենք խոսում ենք հավատի մասին, մենք խոսում ենք Աստծո ներկայության գիտակցման մասին, եւ եկեք ուրեմն տեսնենք սրա կենդանի օրինակը, թե ինչպես է դրսևորվում առողջ հավատը եւ Աստծուն առողջ վստահելը։ Պատահական չէր, որ մեջ բերեցի Եգիպտոսի 3 մանուկներին Դանիելի հետ միասին, ինչ են ասում փարավոնին, երբ որ իրենք պիտի մտնեն կրակի մեջ։ Բաբելոնի 3 մանուկներին, որոնք որ պիտի մտնեին կրակի մեջ։ Ասում են. Տեր արքա, մենք մեր Աստծուն հավատում ենք եւ նա է միակ Աստվածը։ Նա կարող է մեզ այս նեղությունից ազատել, կարող է մեզ ազատել։ Բայց նույնիսկ եթե մեր Աստծուն հաճելի լինի, որ մենք մտնենք կրակի մեջ եւ վառվենք, մոխրանանք, դա է մեր Աստծո կամքը, փառք իրեն։ Մենք նորից քո կուրքին չպիտի երկրպագենք, մենք կմտնենք եւ կրակի մեջ կայրվենք։ Բայց ասեմ, որ մեր Աստված կարող է մեզ այդ կրակի մեջից հանել։ Այստեղ հիմնական շեշտը նորից Աստծո խոսքին, Աստծո կամքին հավատարիմ մնալն է։ Մենք ասում ենք հավիտենական կյանք, բայց մենք ապրում ենք այս կյանքին կառչած։ Մենք ասում ենք հավիտենական կյանք, բայց ապրում ենք կարծես թե հավիտենական կյանքը հենց այս կյանքն է։ Եվ պիտի ցավով նշեմ, որ միջնադարի մարդու համար հավիտենական կյանքն ավելի շոշափելի էր, ավելի կենդանի էր այս հավատը, քան այսօրվա մարդու համար։ Շնորհակալ եմ զրույցի համար, Տեր Հայր, վստահ եմ, որ այն եւ մեր անհատական եւ ազգային վստահությունը կվերականգնի, որ հարուցյալ Տերը ունակ է մեզ կրկին հաղթանակներ շնորհելու եւ ոչինչ մեզ այս կյանքում չի խեղճացնի, չի հաղթահարի եւ չի նսեմացնի, ինչպես որ հեթանոսների կողմից միշտ քրիստոնյաները ծաղրվում էին, որ մենք հավատում ենք խաչալին, ինչ որ նսեմացված մեկին, բայց ոչ, մեր Տերը հաղթական եւ հարուցյալ Տեր է, Քրիստոս հարյավի մեռելոց եւ այս վստահությունը մեզ կարծում եմ միշտ կուղեկցի մեր ճամփին։ Աստված հաղթանակը բոլոր ոլորտներում, բոլոր անխտիր, ոչ թե պատրաստ է մեզ միայն տալ, այլ կասեմ, որ ինքը հաղթանակը պարզել է մեզ մնում է մեր ձեռքերը ճիշտ Աստծուն մեկնել եւ հաղթանակը վերցնել։ Վեմ ռադիոկայանի եթերում հոգևոր զրույցներ հաղորդաշարներ։